Բայմացարի եթերում էքսպերտ հաղորդումն է, բարև ձեզ, իմ զրուցակիցն է բնապահպանության փորձագետ, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու Արամ Գաբրիելյանը։ Շնորհակալ եմ պարոն Գաբրիելյան հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Գաբրիելյան, Հայաստանը, Երևանը շուտով կհյուրընկալի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը, որը առավել հայտնի է COP17 անունով, ինչ կտա այս համաժողովը Հայաստանին, առհասարակ ինչ նշանակություն ունի Հայաստանի համար ընդհանուր գլոբալ բնապահպանական քարտեզի վրա։ Կարևոր հարց եք տալիս, որովհետև դա շատերն են այդ հարցը տալիս։ Դա համաշխարհային բնապահպանական կոնվենցիա է, գլոբալ կոնվենցիա է, Ռիո դե Ժանեյրոյում ընդունված կենսաբազմազանության մասին կոնվենցիա, դա անդամակցում են 196 երկիր, 196 երկիր պետություն, իմիջած Պաղեստինն էլ է մեջը մտնում։ Համաժողով նշանակում է դա մի համագումար, որտեղ որոշումներ են ընդունվում, դա 17-րդն է ընթացքի ընդունելուց հետո, երբ որ ուժի մեջ մտավ կոնվենցիան, դա պետք է անպայման նշել, դա հերթական համաժողով է, այսինքն միջպետական համաձայնագրի, միջպետական բանակցությունների հարթակ է, որտեղ ընդունվում են որոշումներ։ Դա ես հատուկ շեշտում եմ, որովհետև պետք է հասկանալ ինչի հետ մենք գործ ունենք։ Մենք գործ ունենք միջպետական բազմակողմանի համաձայնագրի հերթական համաժողովի հետ, այսինքն դա պետությունների միջև է, բանակցությունները միջկառավարական են։ Երբ որ դուք հարցնում եք Հայաստանին ինչ կտա, Հայաստանը ավելի ընդարձակ հասկացություն է, չէ՞։ Հայաստանը նաև բնակչությունն է Հայաստանի, կառավարչական մարմիններն են, պետական եւ ոչ պետական։ Ով է այդ ամեն ինչին մասնագից։ Մասնագից է միայն պետությունը եւ Հայաստանը լինելով հյուրընկալող երկիր, ինքը ընդամենը 196 երկրից մեկն է։ Երբ որ Հայաստանը ոչ թե համաձայն, ինքը դիմեց, որ Հայաստանում լինի, նաև Ադրբեջանն էր դիմել, բայց քվեարկություն եղավ նախորդ 16-րդ համաժողովին եւ քվեարկության արդյունքում որոշվեց, որ կողմերը նախապատվությունը տվեցին Հայաստանում անցկացնելու։ Եվ Հայաստանը ընդունող կողմն է։ Դուք հարցրեցիք Հայաստանին ինչ է տալու։ Հայաստանին երկրին տալու է, երկրի տարբեր բաղադրիչներ ունի, չէ՞, բնակչություն ունի, օրինակ, ասենք, բավականին օգուտ է տալու օրինակ հյուրանոցներին, որովհետև այդ ժամանակ շատ մեծ բազմություն է 2 շաբաթվա ընթացքում Հայաստանում լինելու, ու տարբեր գնահատականներ կան, օրինակ Ադրբեջանում կլիմայի դեպքում 80,000 մարդ է եկել, դուք պատկերացեք 2 շաբաթվա ընթացքում այդքան գնացող եկող է եղել, այսպես ասած, դա հյուրանոցները կներնել աստղաբաշխական եւ պետությունն է շահում հեղինակության տեսակից, անշուշտ հեղինակությունը, այսինքն ճանաչողականությունը կբարձրանա։ Շատ երկրներ ես եղել եմ 21 տարի եղել եմ կլիմայական կոնվենցիայի ազգային համակարգողը, Հայաստանի տեղը շատերը չգիտեն, ես էլ կարող եմ ասել, որ ՄԱՄԱ-ի տեղը մեր Հայաստանում շատերը գիտեն, չգիտեն, չէ՞։ Ուզում եմ ասեմ, որ ճանաչողականության տեսակետից, իսկ եթե նույնիսկ որոշակի հաջողություն լինի բանակցություններին, որը ես շատ քիչ կասկածում եմ, որտեղ 30 տարից ավել է բանակցությունները ընթանում են, կենսաբազմազանությունը նվազում է, լավ, բայց եթե ինչ-որ որոշակի հաջողություն լինի, նաև հաճախ կնշվի, որ Հայաստան ոչ միայն կհիշվի, նույնիսկ այլ, օրինակ հիմա մենք ասում ենք Փարիզյան համաձայնագիր, ճիշտ է։ Փարիզյան համաձայնագիրը ընդունվել է 15 թվականին, բայց մինչև այսօր դա հնչում է Փարիզյան համաձայնագիր։ Եթե Հայաստանում ինչ-որ մի բան ընդունվի, ինչ-որ փաստաթուղթ ընդունվի, որը շարունակական կլինի, այսինքն Հայաստանը հնչողությունը կունենա շարունակաբար։ Իմ կարծիքով դա օգտակար է նաև նրան, որ այս կամ այն չափով վարչական մարմինները, պետական վարչական մարմինները ինչ-որ չափով խնդրի շուրջ կոնսոլիդացվում են ու փորձում են ինչ-որ դրսևորել իրենց դրական կողմից, որպեսզի համաշխարհային հասարակությունը դրական տրամադրություն ստեղծի։ Որքանով դա կհաջողվի, դա արդեն, ինչպես ասած, շնորհքի հարց է։
Պարոն Գաբրիելյան, կխնդրեմ թվարկել այն հիմնական առանցքային բնապահպանական համաձայնագրերը, որոնք Հայաստանը վավերացրել է միջազգային եւ որոնք էական նշանակություն են ունեցել Հայաստանի բնապահպանության ոլորտում։ Դրանք շատ են, 10-ից ավել, ես մի քանիսը շեշտեմ, որոնք իսկապես ինձ համար շատ կարևոր են։ Ես կնշեի իհարկե կլիմայի փոխության կոնվենցիան, Ռիո 3 կոնվենցիաներ կան, Ռիո դե Ժանեյրոյում ընդունված 3 կոնվենցիաներ, դա կոչվում է հենց այդպիսի անվանում կա, Ռիո կոնվենցիաները։ Դա կլիմայի փոխության կոնվենցիան է, կենսաբազմազանության մասին կոնվենցիան է, որը միաժամանակ ընդունվեց Ռիո դե Ժանեյրոյում 92 թվականին, հետո Հայաստանը բավականին շուտ վավերացրեց, հետո անապատասխան դեմ պայքարի կոնվենցիան, հիմա ընթանում է COP17-ը, ընթանում է Մոնղոլիայում, Ուլան Բաթորում, հիմա ընթացքի մեջ է։ Դրանից բացի Ռիո կոնվենցիանից կարևոր է օզոնային շերտի պահպանության Վիեննայի կոնվենցիայից եւ Մոնրեալի արձանագրության օզոնային շերտը քայքայող նյութերի հետ կապված օզոնային շերտի պահպանության համար իմ համար կարևոր է նաեւ Ռամսարի կոնվենցիան, Ռամսարի էլի համաշխարհային կոնվենցիա է խոնավ տարածքների պահպանության մասին, խոնավ ասելով, օրինակ Հայաստանից Սևանա լիճն է մտած եւ Արփի լիճ ջրամբարը, այսպես ասած։ Ես հատուկ եմ նշում, որտեղ ինքը վերածված է ջրամբարի, լիճը վերածված է ջրամբարի։ Իսկ կոնվենցիան պահանջում է, որ վերականգնել բնական լճերը, այդ թվում Սևանը։ Ինչ որ է, դրանք են շատ կարևոր, կա նաև տարածաշրջանային կոնվենցիաներ։ Իմ համար չափազանց կարևոր է, օրինակ, անդրսահմանային աղտոտման մասին կոնվենցիան, տարածաշրջանը եվրոպական կոնվենցիա է։ Մեծ հեռավորությունների վրա անդրսահմանային աղտոտման մասին կոնվենցիան է, այնտեղ մի քանի այդպիսի կոնվենցիաներ կան եւ մի կարևոր կոնվենցիա, որ շատ մեծ նշանակություն ունի իմ կարծիքով, հատկապես հասարակության համար, դա Օրխուսի կոնվենցիան է, այսպես ասած։ Օրխուսի կոնվենցիա է, որը պարտադրում է պետություններին հասարակությանը տրամադրել տեղեկատվություն շրջագա, այդպես է գրած շրջագա միջավայրի վերաբերյալ, ու ասենք նաև բնության նկատմամբ եւ բնապահպանության նկատմամբ, այնտեղ կա երկրորդ կետը, ժողովուրդը ինչպես պետք է մասնակցի, պետք է պետությունը ապահովի, որ հանրությունը մասնակից լինի այս ամեն ինչին, դա երկրորդ կետն է այդ կոնվենցիայի եւ ամենակարևորը արդարադատության մատչելիության, բնապահպանության բնագավառում, շրջագա միջավայրի պահպանության բնագավառում։ Արդյոք այդ համաձայնագրերի վավերացումները լոկ քաղաքական առաջնահերթություններ են եղել, թե դրանք իսկապես փոխել են Հայաստանի բնապահպանության ոլորտը օրենսդրության, վերահսկողության եւ առասարակ մարդկանց մտածելակերպի տեսանկյունից։ Դրանք, այսպես ասեմ, շատերը քննադատում են, որ դա ազդեցություն չի թողնում, չի թողել, ես այդ տեսակետին չեմ։ Որոշակի ազդեցություն թողնում են։ Եթե կատարեն, բայց եթե մասնագիտորեն եք խորանում կոնվենցիայի մեջ, կտեսնեք, որ հենց ինքը կոնվենցիան գիտնականները մշակում են, ներկայացնում են կառավարությունները երբ որ սկսում են քննարկել, ընդունել, չընդունել եւ սկսում են խմբագրել, այնտեղ շատ խնդիրներ լղոզվում են կներեք այդ արտահայտության համար։ Օրինակ վերցնենք հենց կլիմայի փոխության կոնվենցիան շատ բնորոշ է այդ տեսակետից։ Մի քիչ եթե խորանաք մեջը, նպատակը ո՞րն է։ Թվում է, թե նպատակն է, որ կանխել կլիմայի փոփոխությունը, չէ՞, ասենք ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնել եւ այլն։ Բոլորովին ոչ։ Եթե ուշադիր կարտակ, այնտեղ էսպես է։ Թեև գիտնականները նշում էին, որ պետք է կա մի սահման, որ չի կարելի անցնել, բայց երբ որ կոնվենցիաներ ընդունվում, դե այս ժամանակ Հայաստանը անկախ չէր մասնակցել այդ բանակցություններին, բայց երբ որ կարդում ես նպատակը, ստացվում է այնպես, որ տեմպը փոփոխության զսպել, որպես երկու համակարգերը հասցնեն հարմարվել այդ փոփոխությանը։ Այսինքն տեսնում եք, չի դրվում խնդիր կանխել կլիմայի փոփոխությունը։ Օրինակներով կարող եք բերել։ Օրինակ, եթե շոկն է շատանում, ասենք գլոբալ տաքացման հետևանքով, ասենք այն ինչ որ մենք տեսնում ենք տարիներ շարունակ քանի գնում է շոկի տևողությունն է շատանում, չէ՞։ Այդ ջերմային է կոչվում։ Տևողությունը եւ ինտենսիվությունը։ Օրինակ հենց այսօրվա վրա կանխատեսել էին, որ մինչև 40 աստիճան կբարձրանա, չէ՞։ Հա։
Այս շոկերի տևողությունը եթե շատանում է եւ մարդկանց առողջության վրա ազդում է։ Հիմա հարց է առաջանում, կոնվենցիան ինքը սահմանում է արդյոք դա զսպել։ Եթե ուշադիր կարդակ այդ նպատակը գրված է, որ մարդիկ պետք է հարմարվեն։ Հարմարվելու շատ ձևեր կան, օրինակ կղզիների օվկիանոսի մագարտակը որ բարձրանում է, արդեն գիտենք, մենք կղզիներ են էվակուացիա անում։ Հա դա էլ, այսպես ասած, ադապտացիա է, այսինքն հարմարվողականության ձև է, միգրացիա է տեղի ունենում։ Աջակցել այդ միգրացիային, թե ինչ անել։ Գիտեք ինչու եմ դա ասում։ Ասում եմ նրա համար, որ այդ կոնվենցիաները կարծել թե այդ անվանումից բխում է, որ ամեն ինչ կարելի է, այսինքն պետությունները հակված են այդ խնդիրները լուծել, ես չէի ասել։ Կոնվենցիան նույնիսկ ավելին է պահանջում, քան պետությունները կատարում։ Դա է պատճառը, որ 35 տարի հավաքվում են, հետո քննարկում են, ինչ ստացվեց, չէ, չստացվեց։ Եկեք հիմա այսպես գնանք, այսպես գնանք։ Միջև ուր։ Ես այս դեպքում արդեն որպես փորձագետ եւ բնակավարին քիչ թե շատ տիրապետող մարդ եմ ասում։ Հասարակության կողմից։ Ուզում եմ անդրադառնանք Նայրիտի անվտանգային խնդիրներին։ Տարիներ շարունակ Նայրիտը չի գործում, սակայն տարածքում կան վնասակար նյութեր եւ թափոններ, որոնք էկոլոգիական խնդիր են Հայաստանի համար եւ հատկապես Երևանի համար։ Ինչ էկոլոգիական ռիսկեր է պարունակում Նայրիտը ներկայիս վիճակով, ինչպիսի տեխնոգեն նաեւ խնդիրներ է պարունակում։ Վնասակար նյութերի մասով, դրանց կառավարման մասով միջազգային որպես կա կոնվենցիա, բազելյան կոնվենցիա, որը կարգավորում է վնասակար նյութերի կառավարմանը, միջազգային պայմանագրի ինչպես կառավարել։ Ըստ այդ պայմանագրի երկիրը կարող է պայմանավորվել մեկ ուրիշ երկրի հետ վնասազերծման հարցերով զբաղվել կամ տեղափոխել։ Սովորաբար բազելյան կոնվենցիան խրախուսում է, որ երկիրը իր տարածքում այդ վնասակար նյութերը վնասազերծի, ասենք, ընդհանուր վնասազերծումը մի քանի ձևեր ունի։ Դու կարող ես դա ոչնչացնես, նյութը ոչնչացնես, կամ պահես, որ ինքը շրջակա միջավայրի առնչություն չունենա, կոնտակտ չունենա, կամ օգտահանես, դրանից օգտակար նյութեր հանես ու օգտագործես։ Ինչ վնասակար նյութեր կան Նայրիտի տարածքում։ Նայրիտում, եթե ես թվարկեմ, դա 100-ից ավել է շատ ժամանակ կգնա։ Եկեք կենտրոնանանք այն խնդրի վրա, որը այսօր սովորաբար հնչում է եւ կարևորում է։ Այնտեղ պահվում են տարբեր նյութեր, օրինակ պահվում են աղաթթու, մեծ քանակությամբ աղաթթու, ինչ որ քանակությամբ կներեք, աղաթթու կա, ծծմպական թթու, քիմիական ձեռնարկություն է, պարզ է։ Դրանք իհարկե վնասակար նյութեր են, բայց դուք շատ լավ գիտեք, եթե աղաթթուն պահում ես ապակե տարայի մեջ եւ կոնտակտ չի անում, ինքը վնասակարություն չի, ինքը պոտենցիալ կարող է վնասակար լինել, եթե այդ տարան խաթարվի։ Դրա համար ավելի լավ է, օրինակ սովորաբար խոսում է լակեցինոլի մասին։ Երբ որ Նայրիտում բուտազենային արտադրությունից անցան որոշ ժամանակ գազից քլորոպրենային կաուչուկ արտադրելու, այդ որպես կողմնարդյունք առաջանում է լակեցինոլ է կոչվում, ինքը լակեցինոլ։ Ածխաջրածնային լուծույթ է, որը կիրառություն ուներ, բայց երկար պահելու դեպքում դա որակը վատանում է, ինքը չի կարող որպես լակ օգտագործել, պետք է դրանից ազատվել։ Հիմա քանի որ Նայրիտը լուծարման մեջ է, հիմա կարծիք կա ինչ անել կոնկրետ, եթե նյութին է վերաբերում, բայց մինչև նյութի վրա կանգնել պետք է ասել հետևյալ գործընթացը, որ կառավարությունը դիմել է Համաշխարհային բանկին 60 միլիոն վարկ է խնդրել, հայց է ներկայացել վարկի, որ Նայրիտի տարածքը մաքրել, այն աստիճանի մաքրել, որ հետո հանձնել քաղաքապետարանին, ինտեղ չի ասում ինչի համար, բայց մենք հասկանում ենք քաղաքապետարանին, եթե դու արդյունաբերական տարածք այնքան ես մաքրում, ինֆրակառույցներն էլ վերացնում ես, ու որ հանձնես քաղաքապետարանին ինչի համար է։ Բնականաբար դա կառուցապատման համար է։ Ներկայիս տեխնոլոգիաները ինչ աստիճանի հնարավորություն են տալիս մաքրելու, ինչ տեխնոլոգիաների պակաս միանգամից ասեմ չկա։ Շատ տարբեր տեխնոլոգիաներ կան։ Օրինակ կոնկրետ լակեցինոլի դեպքում
Ռոսատոմը առաջարկել էր վնասազերծել այրման միջոցով։ Հատուկ տեխնոլոգիա կա, ինչպես կարելի է դա այրել, բարձր ջերմաստիճանի տակ եթե այրում ես, այնտեղ վնասակար նյութեր չեն առաջանում։ Իսկ արտանետած նյութերը։ Իսկ արտանետած նյութերի մեջ, հենց արտանետած նյութեր կարելի է այնպես արդել, որ այդ արտանետած նյութերի մեջ շատ քիչ լինի ազոտի օքսիդ, CO2։ CO2 քիչ չի կարող լինել, վերջի ածխաջրածին է, վերջի CO2-ի է վերածվելու։ Այսինքն ինչ է ասվում, այնտեղ 1200 տոննա է մի քիչ էլ ավել, 1200 տոննա այրելուց հետո առաջանում է 4000 տոննա CO2, առնվազն CO2, որպես ջերմոցային գազ, որ կլիմայի փոփոխության վրա է ազդում, մթնոլորտ գնա։ Բայց կա նաև ուրիշ տեխնոլոգիա, հայկական տեխնոլոգիա, էկոատոմ ընկերության տեխնոլոգիան է, որը փորձարկվել է, փաստաթղթեր կան, իրենք կարող են այդ լակեցինոլից արտադրել գրաֆիտ, սկզբից գրաֆիտ, հետո մի քիչ ավելի խորը մշակումից հետո նանոգրաֆիտ եւ ամենակարևորը գրաֆեն, նաեւ գրաֆեն, իսկ գրաֆենը ինչ արժեք ունի, $100 դոլարներ են։ Այսօրվա իրանց ստացած իրանց տեխնոլոգիա, իրանք ստանում են մի ես ինքս ագանատես եմ եւ մասնակցել եմ այդ ոչ միայն քննարկումներին, այլ հետազոտական աշխատանքներին մասնակցել եմ, ինքս չեմ հետևել եմ այդ աշխատանքներին, դա շատ խոստումնալից տեխնոլոգիա է, մենք փորձում ենք աջակցենք մեր հնարավորություններով, տվյալ դեպքում կա այդպես է հարթակ ստեղծված, հանրային գործարար հատվածի կոնսորցիում ունենք ստեղծված, այդ կոնսորցիումի միջոցով փորձում ենք աջակցենք, որ այդ տեխնոլոգիան առաջ գնա, որովհետև նույն տեխնոլոգիայով կարելի է նաև ատոմակայանի հեղուկ ռադիոակտիվ թափոնները վերամշակել, որը իմիջիալոց 94 թվականին մինչև ատոմակայանի վերագործարկումը, այլ երկրորդ բլոկի վերագործարկումը, որովհետև մենք ատոմակայանի կեսը ունենք այսօր այն ինչ որ ունեինք սովետական միությունում, հա դա փորձարկված տեխնոլոգիա է, փորձում ենք որ այդ շատ խոստումնալից հեռանկարային տեխնոլոգիան տարբեր բնակավարներում ներդրվի։ Եթե ավելի հանրամատչելի խոսենք Նայրիտի խնդրի մասին անվտանգային, ես որպես Երևանի բնակիչ ինձ հետաքրքրում է թե հողաշերտը որքան է աղտոտված, մինչև ինչ մակարդակ, ինչ խորությամբ, այսինքն եթե ինձ խոստանան, որ հնարավոր է դա մաքրել, ես կարող եմ վստահ լինել, որ այդ տարածքում օրինակ Եթե հետագայում կլինի արդյունաբերական նոր ձեռնարկություն, կլինի բնակելի շենք, որին ինչպես հասկացա դուք դեմ եք կառուցապատում եւ այլն, արդյոք անվտանգ է դա լինելու։ Ես նորից կրկնեմ, որ տեխնոլոգիական խնդրեմ չկա։ Կարելի է մաքրել ցանկացած նյութ, ցանկացած աստիճանի։ Հարցը թե ինչ կնստի դա այդ մաքրումը։ Բայց ձեր հարցին հետեւյալ ձևով պատասխանեմ։ Որքան է աղտոտված։ Երբ որ համաշխարհային բանկը դիմեց ներողություն կառավարությունը դիմեց համաշխարհային բանկին, քննարկմանն ես էլ եմ մասնակցել, ու մենք հարց դրեցինք, ինչ են ուզում անեն, թող հստակ ասեն ուր են տանում, որպեսզի համապատասխան ձևով հողը որքան է պետք մշակել, պետք է արդյոք թե ոչ, գուցե պետք չի մշակել ընդհանրապես, գուցե այնտեղ մշակման բան չկա։ Նայած դու ինչ ես ուզում, չէ՞ որ անել։ Դրա համար համաշխարհային բանկը առաջարկեց բավականին երկար մի քանի ամիս քննարկումներից հետո դիմեց կառավարությանը, ասեք ավելի հստակ ձեր ինչ հեռանկար եք դուք դրա տակ պատկերացնում, քանի որ այդ ու այնտեղ խնդիր առաջացավ, այդ ամեն ինչը ձեր տված հարցերին պատասխանելու համար պետք է նախնական հետազոտություն անել։ Եվ համաշխարհային բանկը հատկացրեց $1.5 միլիոն հետազոտություն անելու համար նպատակից ելնելով, ինչ նպատակի համար ենք մենք, որովհետև միայն հողը չի։ Հա, հողում ինչ-որ մի բան կա, չի կարող պատահել, հիմա հողը, ես սովորաբար մեծ պատկերավոր օրինակ եմ բերում, ասում եմ, եթե խոսքում է օրինակ, եթե ռադիոակտիվ նյութեր, յուրաքանչյուր մարդ ռադիոակտիվ է, C14 է պարունակում մեր մարմինները, եւ մենք յուրաքանչյուրս ռադիոակտիվ ճառագայթման աղբյուր ենք ըստ էության, բայց որքան է դա էկոհամակարգը հարմարեցված է ասեն, այսինքն այդ ամեն ինչը ուսումնասիրության, մասնագիտական ուսումնասիրության։ Եվ ինչ է պարզվել այդ ուսումնասիրությունը։ Այս ուսումնասիրությունը
միայն մի քանի ամիս առաջ հաստատվեց ու հիմա ես ունեմ տեղեկություն, հստակ տեղեկություն, ուղղակի փաստաթուղթը ձեռքս չի, որ Համաշխարհային բանկը կարծես թե ստոպ է տվել այդ ուսումնասիրությանը։ Չգիտեմ պատճառն ինչ է, բայց ինչ որ անհամաձայնության խնդիր կա, ստոպ է տրված, այսինքն հիմա դեռ տենդեր էին հայտարարել։ Այսինքն ուսումնասիրությունները դեռ շարունակվում են, դեռ պարզ չի հողաշերտը, որքան է կամ առասարակ տարածքը։ Ուսումնասիրությունը վստահաբար չի սկսվել։ Նախկին ուսումնասիրություններ կա հենց Համաշխարհային բանկի նախկին տվյալներով կարիք կա խորը ուսումնասիրությունների նպատակից ելնելով։ Այդ է խնդիրը։ Նպատակը քանի որ հստակ չի, ուսումնասիրությունն էլ առայժմ հստակ չի։ Որքան է աղտոտված հողաշերտը։ Ես չեմ կարող ասել, մինչև ուսումնասիրությունը չլինի։ Շատ չի աղտոտված։ Իմ տվյալներով ես նայրիտով երկար ժամանակ եմ զբաղվել։ Այն աստիճան չի, որ արդյունաբերական տարածք թողնելու դեպքում այնտեղ որոշակի լոկալ խնդիրներ կլինեն։ Ըստ որում ոչ այնքան հողի աղտոտման հետ կապված, այլ նաև այն կոմունիկացիաների, որ վաղը եթե մենք օգտագործենք նոր արդյունաբերական կոդի ստեղծելու համար, ինչ կարիքներ կան։ Եթե այդ արդյունաբերական կոդում պետք է շատ, այսպես ասած, նուրբ տեխնոլոգիաներ զարգացվի, բնական է կարիք կլինի ավելի խորը ուսումնասիրություն։ Կարող է նույնիսկ Երևանի օդի, որ այնտեղ էլ է տարածում, օդի վիճակն էլ այնպեսին չլինի, որ այնտեղ կարելի լինի, օրինակ էլեկտրոնային սարքեր արտադրել։ Դա նայած թե ինչ եք ուզում անել, այդ ամեն ինչ ուսումնասիրության առարկա է, որ չկա այսօր։ Այո, իսկ եթե օրինակ պատկերացնենք նպատակ լինի կառուցապատման տակ դնել այդ տարածքը, հավանականություն տեսնում եք, այսինքն այնքան մաքրել այդ շերտերը ձեր ասած տեխնոլոգիաներից ցանկացածով, ժամանակակից տեխնոլոգիաներով, որ այնտեղ հնարավոր լինի այսպես կյանք։ Մեզ համար այնքան անընդունելի է ձեր տարբերակը, որ մենք դա քննարկել նույնիսկ չենք։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա մնա արդյունաբերական տարածք։ Եվ ոչ այնքան արդյունաբերության կոնկրետ տեսակների համար։ Երևանը դարձել է քաղաքպետություն է դարձել։ Տեսնում եք ինչ է կատարում։ Դուք պատկերացնում եք նաև Նայիրիտը սկսի գործել, ավելի Նայիրիտի տարածքը կառուցապատվի, մարդիկ այնտեղ բնակվեն եւ տրանսպորտի խնդիրը, միայն տրանսպորտի խնդիրը։ Այսինքն զուտ գերծանրաբեռնվածության տեսանկյունից ձեր մտահոգությունը թե նաև անվտանգային է։ Ես առաջնային եմ դնում Նայիրիտը այսօր հնարավորություն է տալիս, շանս է տալիս, հնարավորություն է տալիս սկսենք վերականգնել արդյունաբերությունը։ Արդյունաբերություն ասելով ես նկատի չունեմ անպայման քիմիականը, բայց ինչու՞ չէ նաև քիմիական։ Այսօր տեխնոլոգիաներ կան, որ ոչ բացարձակ անվնաս են։ Իսկ այն վնասագարությունը, որ ընդհանրապես ժողովրդի մեջ կա, Նայիրիտի հետ կապված։ Մինչև այսօր մի հատ քլորոպրենային ինտոքսիկացիայի օրինակ, մի հատ հիվանդության մի հատ բան տեղեկանք չկա ասպարեզում։ Հասկանում եք։ Այսինքն դրանք միֆեր են Նայիրիտի շուրջ հյուսված։ Քաղաքական միֆեր, այդ միֆը իր պատճառներն ուներ իմիջից, օբյեկտիվ պատճառներն ուներ։ Սովետական միության ժամանակ այնտեղ նշվում էր, որ քլորոպրենի կոնցենտրացիան գերազանցում է 160 անգամ։ 160 անգամ գերազանցումը հիգիենիկ նորմա, նշանակում է առնվազն եռապատիկ մահացու դոզա։ Բայց այնտեղ մի հատ ունենք մենք հիվանդության նույնիսկ փաստաթուղթ։ Սովետական միությունում հատկապես իմ տարիքի մարդիկ շատ լավ հիշում են, աշխատում էին ուրացնել ամեն ինչ, որովհետեւ բարձր աշխատավարձ ստանում վտանգավորության համար եւ այլն։ Քլորոպրենային կառավարչուկի պատմությունը ինքը մի առեղծված որ արժի վերադառնալ, մի հատ լավ քննարկել այդ ինչ տեղի ունեցավ։ Իմիջիայինը Նայիրիտը չի փակվել։ Ինքը կանգնեցվեց, մենք չթողեցինք որ փակվի։ Ցույց տվեցինք գլխավոր սանիտարական բժիշկին հարցնում ենք. մեկ օրինակ բերեք, իստորիա բալեզնի մի հատ տվեք, որ քլորոպրենային ինտոքսիկացիա եղել։ Չկա այդպիսի բան։ Մեկ, երկրորդը։ Ամբողջ աշխարհում 5 գործարան կար։ 5 գործարանից մեկն էր Երևանի գործարանը։ Եվ մյուս գործարաններն հատկապես Ճապոնիայի երկու նման գործարան Տոկիոյի կենտրոնում է։
նեոպրենի գործարանը։ Այնտեղ գործարանի բանվորները սկսեցին իրենք էլ ուրեմն բան անել, ցույցեր անել, որ մեզ թունավորում եք եւ այլն եւ այլն։ Եվ համաշխարհային կոնսուլում նշանակվեց, բարձրացվեց, որ Հայաստանում նորմը այդ քլորոպրենի շնչառության համար 1700 անգամ ավելի խիստ է, քան համաշխարհային նորմը։ Բայց դա գաղտնի էր, երբ որ Գորբաչովյան ուրեմն հրաբարագայնության կոչը տարածվեց նաև ասպարեզի վրա, այդ ասպարեզը, այդ ամեն ինչ հրաբարակվեց, մեր էկոլոգիայով տարված մտահոգ հասարակությունը հարց բարձրացրեց, ոնց կարելի է 160 անգամ գերազանցում է, ու մենք այդ միջավայրում ապրում ենք, ու սկսեցին, որ այդտեղ ուրեմն էմբրիոտոքսիկություն ունի, չբերություն կա, դրա պատճառով բան, երբ որ ուսումնասիրեցին, ոչ մի այդպիսի բան չկա։ Ուզում եմ ասեմ, որ ես ինչու եմ ուզում վերադառնալ։ Այսօր էլ կա տենդենսներ քաղաքական նպատակներով օգտագործել էկոլոգիան, չի կարելի։ Բայց տեսեք նույն եթե այդ սկզբունքով նայենք հարցին, եթե փորձեն քաղաքական նպատակով ասել, որ տեսեք վտանգավոր է եւ այլն, մարդիկ հաստատ չեն ցանկանա այնտեղ ապրել։ Եթե Չէ, դրա համար ասում եմ մաքրում ենք, այնքան ենք մաքրում, իդեալական, որ ավելի մաքուր լինի, քան ասենք թե հաղթանակի այգին, դրանից էլ ավելի լավ մաքրենք, եկեք ապրեք այդտեղ։ Հələ դրա մասին խոսք չի գնա, փաստեր չունեմ ասելով, որ կառուցապատման, բայց այն փաստը, որ ուզում են ռիսկեր կան, այո։ Դա այդ վտանգը կա, ու ես օրինակ եթե ես ձեր հաղորդումն էլ դրան նպաստի, որ մենք դա թողնենք առաջին հերթին լավագույն հասանելի տեխնոլոգիաների զարգացման եւ ներդրման այդպիսի մի հարթակ դառնա նայերիտը։ Դա այդպիսի տերմին է, լավագույն հասանելի տեխնոլոգիա։ Լավագույնը այն է, որ ինքը անվնաս է շրջակա միջավայրի բնության եւ մարդու համար, առողջություն դրանք տարբեր բաներ են։ Եվ միաժամանակ ինքը լինի հասանելի, հասանելի ասելով չլինի այնքան թանկ, որ հնարավոր լինի դա կիրառել, ուսումնասիրություններ արվել, այդ ուսումնասիրությանը ես մասնակցել եմ, նկարահանել եմ ամբողջ, հենց այն տեղում ցույց տվեցին ինչպես կարելի է լակետինոլը, այն արդեն կոշտացած մասը, մանրացնել տարբեր նյութեր, ծծմբական թթու եւ այլն, լսեն աչքի առաջ իրենք ստացան այդ բանը գրաֆիտը։ Գրաֆիտը, հատկապես նանոգրաֆիտը, նույնիսկ ինչ քանակությամբ նանոգրաֆիտ պարունակող այդ բանը, նյութը, եթե ասֆալտի մեջ ասում են 5 անգամ, 3 անգամ ավելացում է դրա կյանքի տևողությունը։ 0.5% ավելացնելով այդ կյանքի տևողությունը, բետոնի, այսինքն դրանից օգտակար նյութ ստանալ։ Քանթե կա տեխնոլոգիաներ, նույն տեխնոլոգիան հեղուկ ռադիոակտիվ թափոններից նոր մի քիչ առաջ մենք մի քիչ զրուցեցինք, այն ժամանակ երբ ատոմակայանը որոշել էին արդեն վերագործարկել, ըստ որում երբ որ մենք ասում ենք ատոմակայան, նկատի պետք է ունենանք ատոմակայանի կեսը, որտեղ նա երկու բլոկից էր կազմված, երբ որ կանգնացրեցին փակման նպատակով։ Երկրորդ բլոկը հրաշքով հնարավոր եղավ փրկել, դա առանձին պատմություն է, դա կհետաքրքրի մի օր դրա շրջան կխոսենք։ Ինչպես ստացվեց, որ մենք այսօր ատոմակայան ունենք։ Չէ՞ որ չպետք է ունենայինք։ Չէ՞ որ մինչև հիմա նույն Թուրքիան պարբերաբար բարձրացնում է Հայաստանի ատոմականը փակելու հարցը, այն դեպքում, որ ինքը առանձին իրականացնում է իր ատոմային նախագծերը եւ ցանկանալով բնականաբար տարածաշրջանում ունենալ մենաշնորհային դիրք։ Այս համատեքստում ինչ պետք է անի Հայաստանը իր էներգետիկ անկախության վրա, այսպես սպառնալիքների, ճնշումների փորձերը կանխելու համար։ Ինչ պետք է անի Հայաստանը պետք է իր ատոմային էներգետիկան զարգացնի։ Ես ձեզ ասեմ, այսօր ատոմային էներգետիկայի դեմ գործում է միջազգային նավթային մաֆիան։ Ես այդ բառը հենց այնպես չեմ ասում։ Չեք տեսնում պատերազմները այսօր ինչի շուրջ է։ Համաշխարհային պատերազմները ինչի շուրջ է։ Նավթի շուրջ է։ Ըստ որում նավթի շուրջ թե ով պետք է ոչ միայն նավթին տիրանա, այլ նավթի այն ուղիներին տիրանա։ Դրա շուրջ է ամբողջ։ Իսկ կլիմայի փոխանցման կոնվենցիայով process է գնում, որ ընդերքից հանած վառելիքից հրաժարվել։ Արդեն հնարավոր չի, որ թվերը ասեմ
կատաստրոֆիկ իրավիճակ կստեղծվի։ Հիմա արդեն էկոհամակարգերը դադարել են այն չափով կլանել մթնոլորտից CO2-ը, ածխաթթու գազը, ինչ որ կար նորմալ վիճակում։ Օվկիանոսը որ տաքացել է, ինքը չի կլանում այն չափով, ինչ չափով որ նախկինում էր կլանելու։ Գիտեք, որ թթվայնացումն է բարձրանում օվկիանոսի։ Իսկ դա բերում է նրան, որ արդեն CO2-ը քիչ է կլանվում մթնոլորտից։ Մթնոլորտ արտանետումներից մոտավորապես 10 միլիարդ տոննա օվկիանոսը կարող էր կլանել։ Հիմա կլանման կարողությունը պակասել է, իսկ արտանետումները շատ են, որովհետեւ պատկերացնեք, ասեմ, մոտ 60 միլիարդ տոննա արտանետվում է, միայն CO2-ի համարժեքով եմ ասում, էլ այնտեղ մեթանն էլ բան, այդ ամեն ինչ եթե բերել CO2-ի։ Կլանվում է ընդամենը 10 միլիարդը, 50 միլիարդը կուտակվում է ամեն տարի, 50 միլիարդ կուտակվում է։ Հասել է նրան, որ կոնցենտրացիան մթնոլորտում պարունակությունը CO2-ի 40%-ով բարձրացել է 280 ppm, եթե դա կրկնապատկվում է, ուրեմն հայկական լեռնաշխարհում, մեր կլիմայական համակարգը, որ մենք այսօր այն ինչ որ ունենք, կմոտավորապես կհավասարվի իրանական սարահարթի կլիմայական պայմաններին։ Այն շոկը, որ մենք այսօր մեր զգում ենք, որ 40 աստիճան, չէ՞, դա իրանական հարթավայրից եկած օդի ջերմաստիճանն է։ Մենք կունենանք այդպիսի խնդիր։ Տեսնում եք, ամեն օրը կոնդիցիոներներ են դրված։ Իսկ կոնդիցիոներները ինչ են, էլեկտրաէներգիա են խլանում։ Էլեկտրաէներգիայի արտադրության համար նավթ են օգտագործում, գազ են օգտագործում։ Իսկ ով է դրա փրկությունը որտեղ է։ Ես ատոմային էներգետիկան այլընտրանք չեմ տեսնում։ Ինչու՞։ Արևայինը չի կարող առանձին գործել։ Պետք է բազային։ Ասում են մեր ամենամեծ հարստությունը մեր արևն է, եկեք օգտվենք։ Այդ հարստությունը եկեք մի քիչ մասնագիտորեն արի։ Արևը գիշերը տալիս է էներգիա։ Ձմռանը ինքը ինչքան է տալիս։ Եվ արևը օգտագործելով համար դու պետք է բազային ունենաս, որ արևը ինչ որ տոկոս կազմի։ Երբ որ Գերմանիայում արևի եւ քամին էլ միասին, երբ որ 18%-ը սկսեցին գերազանցել ընդհանուր էներգետիկ համակարգում։ Նրանք կատաստրոֆայի առաջ էր կանգնած Գերմանիան։ Եվ ինչ էր անում։ Անվճար տալիս էր կողքի երկրներին, Դանիային եւ այլն։ Անվճար էլեկտրաէներգիա, որը արտադրված է քամին, այնտեղի քամին ծովի վրայից է գալիս։ Այդ բրիզային քամին է, այսպես ասած, որ անընդհատ Հետաքրքիր է դուք լինելով բնապահպանության ոլորտի փորձագետ, այսպես արևային էներգիային որպես տնտեսական տեսանկյունի շահավետ եւ մեր էկոհամակարգի նաեւ բնորոշ մեր երկրին, կլիմային եւ առհասարակ դիտարկում եք այլընտրանքը ավելի ատոմային էներգիան եւ կարծում եք ոչ թե այլընտրանք, այլ ամեն մեկը իր չափն ունի։ Այո, բայց այս պահին ավելի մեծ դերակատարություն ունի անհրաժեշտություն, այո։ Եթե մենք ուզում ենք ունենալ կայուն էներգետիկ համակարգ, որի մեջ կլինի քամու էներգիա, արևային այն չափով, ինչ չափով որ ինքը հնարավոր է, եւ կուտակիչներ, հիդրոատոմ կումուլյատիվ կայանների դեր, չէ՞ որ կարելի է արտոմային էներգիան, այդ ներողություն արևային էլ հավաքել կուտակիչի մեջ, ոնց որ այսօր ակումուլյատորների մեջ էլի։ Հավաքել, հետո երբ որ արև չի լինում, բայց լինում է դեպքեր, երբ որ մի ամիս արև չկա, չէ՞։ Այսինքն պետք է բալանսավորել իրականում։ Այդ ամեն ինչը եւ այդ բալանսավորման համար բավականին զարգացած է, դա շատ մեծ խնդրեմ չի, դու պետք է դու քո հեռանկարը տեսնես էներգետիկ սպառման։ Ասեմ, էներգետիկան, հատկապես էլեկտրաէներգետիկան ունի մի հատկություն, որքան արտադրում ես, պետք է այդքան սպառես։ Եթե սպառումը պակասում է, դու պետք է ստիպված արտադրությունը պակասած է, նա բալանսավորված է։ Այդ բալանսը իսկ մենք ունենալով տարբեր աղբյուրներ, էներգետիկ աղբյուրներ եւ տարբեր սպառման ռեժիմ, չէ՞, մենք պետք է կարողանանք դա բալանսավորել։ Բալանսավորման մեջ կուտակիչները կարող են դեր ունենալ, բայց ամբողջ մեր էներգետիկան բալանսավորել կուտակիչներով դա այսօրվա օրով դա ֆանտաստիկ է։ Իհարկե հիմա զարգանում է, կարող է ուրիշ տեխնոլոգիաներ, բայց ինչու չանել ատոմային էլ 4-րդ սերնդի մասին է խոսքը։ Շնորհակալ եմ շատ արժեքավոր զրույցի համար եւ գիտահարամատչելի տեղեկությունների համար։
Ուրախ եմ, եթե դա իսկապես գիտահանրամիտ չլի, կարելի է համարել։